Հակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում հին հեռուստացույցի հերթական թողարկումն է։ Այսօր էլ նորից ձեզ հետաքրքիր հանդիպում է սպասում։ Մենք պիտի հյուրընկալենք մի շատ հմայիչ զրուցակցի, բայց մինչ նրա հետ զրուցելը ես առաջարկում եմ դիտել ծրագրում տեղ գտած առաջին տեսանյութը։ Այն, որ առաջին 10 տարիների ընթացքում դեռ մենք չունեինք շրջանավարտներ մեզ մոտ աշխատող։ Այսօր ունենք ոչ միայն աշխատող մեր պոլիկլինիկայում, մեր բազային դպրոցում, քոլեջում, այլև դասավանդող համալսարանում նույնիսկ շրջանավարտներ։ Սա կարծում եմ մեր բոլորի ամենամեծ ձեռքբերումն է։ Ընդունվեցի Երևանի Հայբուսակ համալսարան, այն ժամանակ Երևանի Հայբուսակ ինստիտուտ կոչվում էր, դեռ համալսարան չէր, ավելի փոքր կազմ ուներ։ Այնտեղ սովորեցի 4 տարի, կարող եմ ասել, որ ստացա շատ լավ կրթություն, որովհետև այն նույն դասախոսները, որոնք դասավանդում էին պետական ինստիտուտներում, դասավանդում էին նաև մեզ և տալիս էին շատ լավ կրթություն։ Այդ ընթացքում ավարտելով ինստիտուտը 4 տարի հետո, նույն ինստիտուտում 1999 թվականին որպես գերազանց ուսանողուհի մնացի աշխատելու։ Մինչև հիմա աշխատում եմ ինստիտուտում, արդեն նաև ինստիտուտում ավելի ճիշտ, որովհետև աշխատանքային գործունեություն սկսեցի քոլեջից, այնտեղ հղկվելով, կոփվելով, այսինքն սովորեցի լեսարան մտնել, աշխատել լեսարանի հետ, եւ հիմա արդեն աշխատում եմ նաև Հայբուսակ համալսարանում, ավարտեցի նաև մագիստրատուրան համալսարանի, որը անհրաժեշտ էր գիտական աշխատանքը շարունակելու համար, այժմ պատրաստվում եմ նաև շարունակել կրթությունս ասպիրանտուրայում եւ գիտական թեզ պաշտպանել, որը պարտադիր պայման է այսօրվա մեր տնտեսության պայմաններում, պարտադիր պայման է, եթե ցանկանում ես գիտական աշխատանքով զբաղվել։
Այսօր Հայբուսակ համալսարանի հետ ճակատագիր կապել նշանակում է ճիշտ ընտրություն անել, խելացի գիտակցել։ Պատկերը մի քիչ այլ էր տարիներ առաջ, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի համալսարան։ Պետական եւ մասնավոր կրթություն, դիպլոմների անհավասարություն այն ժամանակ դեռ կարգավորված չէր մասնավոր կրթական համակարգը, կայացած չէր վերջինս։ Եվ բոլորովին պատահաբար ճակատագրի բերումով ես հայտնվեցի Հայբուսակում։ Ու նաև ուզում եմ շնորհակալ լինել այդ ճակատագրից։ 17 տարեկան մի աղջիկ առաջին անգամ ոտք դրեց Հայբուսակ եւ կրթություն եւ դաստիարակություն եմ ստացել այստեղ։ Կայացել եմ ոչ միայն որպես մասնագետ, նաև որպես մարդ։ Շնորհակալություն քեզ, հարազատ կրթօջախ։ Ուրախությամբ պիտի նշել, որ համալսարանում ստեղծված է ստեղծագործական, բարոյական բարձր հատկանիշներով մի միջավայր, եւ այդ միջավայրը ստեղծել են նրա երիտասարդ, տաղանդաշատ ռեկտոր Անահիտ Հարությունյանը, պրոռեկտոր Սուրեն Վարդանյանը, որից մենք նաև աշխատասիրություն, շիտակություն ենք սովորում, եւ ես քանի որ աշխատում եմ հիմնականում հումանիտար ֆակուլտետում, ապա պետք է նաև գովասանքով ասեմ, որ մեր դեկանը նաև շատ բարյացակամ, աշխույժ ապահովում է բարձր որակ եւ գիտելիքների բարձր մակարդակ, իսկ այս ամենին հասնելու համար ըստ ռեկտորի նախապայման է հանդիսանում ամենօրյա քրտնաջան աշխատանքը։ Եթե 90-ական թվականներին խնդիր էր դրված սկսել նախաձեռնած գործը, ապա այսօր բուհի առջև դրված են այլ խնդիրներ՝ շարժվել առաջ, եւ եթե փորձենք գնահատել բուհի 15 տարիները ըստ փուլերի, ապա կստացվի, որ առաջին 5 տարին եղել են ձևավորման տարիներ, երկրորդ հնգամյակը կայացման, իսկ վերջինը զարգացման ժամանակաշրջան։ Ձևավորման ընթացքում ստեղծվել են բուհի հիմնական ավանդույթները, սկզբունքներն ու հայեցակարգը։ Կայացման տարիներին որոշակի է դարձել Հայբուսակ համալսարանի տեղը եւ դերը հանրապետության բարձրագույն կրթության համակարգում։ Իսկ զարգացման տարիների ընթացքում իրականություն է դարձել բուհի որդեգրած կարգախոսը՝ ժողովրդի ճանաչմամբ պետության վստահություն։ Եվ այսպես փուլ առ փուլ Հայբուսակ համալսարանը ձգտելով Հայաստանը տարածաշրջանում դարձնել կրթական կենտրոն, աստիճանաբար կատարում է լուրջ քայլեր իր առջև դրված նպատակին հասնելու համար։ Տարիներ առաջ, երբ նույնիսկ չկար գաղափար բացել բազային պոլիկլինիկա, այն այսօր արդեն իրականություն է։ Երկար ժամանակ համագործակցելով տարբեր բուժ հաստատությունների հետ, 7 տարի առաջ բուհը բացեց իր սեփական պոլիկլինիկան։ Սեփական գրադարանի գրականությամբ ուսանողներին ապահովելու հարցը այստեղ եւս լուծված է, քանի որ բուհը այսօր ունի մեծ եւ ընդարձակ գրադարան մասնագիտական գրականությամբ, որոնց թիվը տարեցտարի համալրվում է ակադեմիկոս, համալսարանի խորհրդի նախագահ Լևոն Հարությունյանի եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակած մասնագիտական գրքերով։ Այսօրվա մեր դասախոսական կազմը փոփոխմանի ենթակա չի, լիովին համապատասխանում է մեր
պահանջներին եւ ուսանողները ստանում են ոչ միայն բազմակողմանի կրթություն, այլև դաստիարակություն առաջին հերթին իրենց դասախոսների շնորհիվ։ Մեր հայ բուսակամասարանի բազային կոլեջ լինելը ոչ միայն կադրեր պատրաստելն է հետագայում հայ բուսակում իրենց ուսումը շարունակելու համար, այլև մենք ստանում ենք այնտեղից պատրաստի կադրեր դասավանդող արդեն դասախոսների։ Դրանք լավագույն շրջանավարտներ են, որոնք իրենց ուսումնառության ընթացքում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, նրանց լայն մտահորիզոնով, կուլտուրայով եւ տրամադրում ենք նրանց սկզբնական փոքր ժամեր դեռ ինչ որ կուրսղեկի կամ պրակտիկ դասընթացների առումով, իսկ հետագայում արդեն երբ նրանք պատրաստ են կամ սկսում են անել ինչ-որ գիտական աշխատանք, գիտական թեզ, արդեն անցնում են դասախոսական աշխատանքի։ Այսպիսով հայ բուսակ համալսարանը առաջնորդվելով արդի կրթական չափանիշներով իր ուրույն տեղն է գրավում կրթական համակարգում։ Դե ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ծրագրի շատ ցանկալի հյուրին Անահիտ Արությունյան, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, դոկտոր պրոֆեսոր։ Ամենակարևորը հմայիչքին եւ շատ ուրախ եմ, որ Տիկին Հարությունյան մեր ծրագրի հյուրն է։ Շատ շնորհակալություն։ Քիչ առաջ դիտեցինք հայ բուսակին առնչվող մի շատ հետաքրքիր տեսանյութ, 20 տարեկան է ձեր բուհը։ Պատկերացնում եք 2011 թվականը ընդհանրապես հոբելյանական տարի է, մենք տունեցինք մեր հանրապետության անկախության 20-ամյակը, Արցախի 20-ամյակը, հիմա էլ ձեր բուհի շուտով այո 20-ամյակը, երբեք տոնելու իդեպ։ Դեկտեմբերի 18-ին, որովհետև տարին արդեն ավարտվում է, իսկ մենք բազմաթիվ միջոցառումներ էինք ծրագրել 20-ամյակի արդիվ, որոնք հաջողությամբ կատարել ենք տարվա ընթացքում, եւ հիմա տարին ամփոփում ենք արդեն մեծ շքեղ տոնահանդեսով, շքեղ հանդիսավոր նիստով եւ իհարկե մեկ անգամ եւս թույլ տվեք օգտվեմ այս գեղեցիկ առիթից եւ հիշեցնեմ հատկապես մեր շրջանավարտներին ամսի 18-ին ժամը 18-ին Հայ ֆիլհարմոնիայի դահլիճում մենք բազմաթիվ հյուրերի, ընկերների, բարեկամների հետ միասին կնշենք մեր 20-ամյակը։ Ես պիտի որ դեկտեմբերի 18-ին մեր նկարահանող խումբն էլ ձեզ կհյուրընկալվի, որովհետև ի վերջո շատ հրաշալի է, որ Հայաստանում կա մի բուհ, որը 20 տարի է գոյատևում է եւ շարունակում է իր հաջողությունը։ Գոյատևում է, իսկապես դժվար պայմաններում է սկսվել, ամբողջ գործունեությունը իհարկե գոյատևման տարիները անցել են, ինչպես եւ կարծում եմ, հույս ունեմ, որ անցել են մեր հանրապետության համար գոյատևման տարիները, հիմա արդեն զարգացման տարիներ են, եւ գիտեք հետաքրքիր բան է ստացվում, որ մենք իսկապես մեր հանրապետության տարեկիցն ենք եւ գրեթե նույն փուլերը անցել ենք եւ զարգացման ինչ որ մեր հանրապետությունը եւ ճգնաժամ եւ զարգացում եւ ուրախ օրեր եւ տխուր օրեր եւ այսօր փառք Աստծո որ արդեն զարգացման ժամանակաշրջանն է սկսվել։ Շրջափակումից մինչև մեր օրերը։ Այո, այո։ Հիմա ձեզ շրջափակել են արդեն ուսանողները եւ բոլոր այն դիմորդները, որոնք մտածում են, թե երբ պիտի գա նոր ուսումնական տարին, որպեսզի նորից դիմեն հայ բուսակ։ Ճիշտ է, այդպես էլ կա, շատ են դիմում, տարվա ընթացքում են շատ դիմում, թե 10-րդ դասարանցիներ, թե 12-րդ ներողություն արդեն հիմա ավագ դպրոցի ավարտական դասարանի կամ ընդհանուր դպրոցի 9-րդ դասարանի, որովհետև քոլեջել են շատ դիմում որ գան եւ տեղափոխվում են այլ բուհերից եւ երևի պատահական ոչինչ չի լինում այս կյանքում։ Տիկին Արությունյան, այնուամենայնիվ դժվար չի եղել։ Շատ դժվար է եղել, հիմա էլ հեշտ չի, ասեմ ձեզ։ Հիմա էլ հեշտ չի, պարզապես ես կասեի, որ իմ աշխատանքում եւ մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքում դժվարությունները միշտ գեղեցկացել են այդ նույն ձեր նշած ուսանողների ներկայությամբ, նրանց առաջադիմությամբ, դասախոսների իրար հետ կոլեգիալ մեծ ստեղծագործական աշխատանքով։ Դժվարությունները միշտ այսպես հետին պլան են մղվել, իրենց տեղը զիջելով մեր լավագույն գործերին, մեր առաջընթացին, մեր զարգացմանը եւ հիմա էլ դժվար է իհարկե, սակայն շատ ուրախ է եւ շատ հաճելի եւ շատ հետաքրքիր ամենակարևորը։ Գիտեք, ակամայից հիշեցի Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահի
Միխայել Գորբաչովի խոսքերը. «А кто сказал, что будет легко»։ Никто этого не обещал։ Ճիշտ է, երբ որ չէ որ մենք ինքներս ենք սկսել մեր գործը, ընդհանրապես մասնավոր համակարգը, մասնավոր տնտեսությունը Հայաստանում ինքնուրույն է այդ որոշումը կայացրել։ Իհարկե երկիրը անցել է այդ տնտեսական զարգացման ուղուն, բայց էլի մարդկանց շնորհիվ որոշումով հատկապես եւ ոչ մեկին չի խոստացվել, որ լինելու է հեշտ, անամպ երկինք եւ հարթ ճանապարհ կանաչ հիմնականում։ Այդպիսի խոստումներ ոչ ոք չի տվել, հակառակը։ Ես պատահական չասացի, որ մեր հանրապետության հետ մեկտեղ մենք անցել ենք ուղի, որը լի է եղել նաև դժվարություններով եւ խոչընդոտներով, եւ ինչպես այսօր, այնպես էլ 10 տարի առաջ, ինչպես այսօր, այնպես էլ 20 տարի առաջ, երբ որ նոր էինք սկսվում, անընդհատ տեղ կա հարցեր լուծելու, անընդհատ տեղ կա խոչընդոտներ հաղթահարելու, եւ իհարկե հետադարձ ճանապարհ չկա։ Ամենաեականը սա է, որ երբեմն տեսնում ես, որ իսկապես ծանր է եւ անիմաստ խոչընդոտներ էլ կան, գիտեք, սուբյեկտիվ խոչընդոտներ։ Եվ ուզում ես հիասթափվել, սակայն երբ որ ետ ենք նայում բոլորս միասին եւ տեսնում ենք այդ այսօր կասեմ դժվարին, փառահեղ անցած ուղին, իհարկե ավելի լավ ենք տրամադրվում եւ ավելի մարտական եւ նորից մղվում ենք դեպի առաջ։ Եվ շատ ճիշտ է ասել պարոն Գորբաչովը ժամանակին, որ никто хорошего ничего не обещал, բայց քանի որ մենք մեր ընտրած ուղին է, մեր հանրապետության հետ է սկսվել այդ ուղին, մեր ժողովրդի հետ, մեր ամբողջ հանրության հետ, թե կրտսեր տարիքի, թե միջին, թե տարեց տարիքի մարդկանց հետ եւ եղել են հազարավոր, այսօր արդեն չեմ վախենա այդ թվից եւ թվականակից կասեմ, որ տասնյակ հազարավոր մարդիկ են եղել, ովքեր օգնել են, ովքեր աջակցել են, սիրել են, հարգել են, ընդունվել են, ավարտել են եւ այսօր պատկերացնում եք 6000-ից ավել միայն շրջանավարտ ունի միայն Հայբուսակ համալսարանը, այն մնացած համալսարանների մասին չասեմ, ովքեր այսօր ուրեմն խմբավորվել են եւ միասին ստեղծել կրթության միջազգային ակադեմիա։ Այդ թեմայի մասին մենք քիչ հետո ենք խոսելու, բայց ես ուզում եմ ասել, որ այն կարգախոսը, որ գիտակցված անմահությունը ձեզ համար եղել է հենց սկզբից։ Այո, դպրոցական տարիներից է դեռ եղել, որովհետև սովորելով դպրոցում ես նաև լավ եմ սովորել եւ գիտեք ինչ, այստեղ կա այնպիսի երջանկության թռիչքի մի պահ, որ դժվար է այսօր մի հաղորդման մեջ կամ մի ելույթի մեջ կամ մի քանի հոդվածների մեջ այդ բոլորը արտահայտել։ Դա կարելի է երևի արտահայտել միայն այն մարդկանց միջավայրում եւ նրանց հետ, ովքեր միասին անցել են այդ ճանապարհը, որովհետեւ ամեն դժվարությունը հաղթահարելուց հետո անասելի, աննկարագրելի երջանկություն ենք զգացել։ Եւ մեր կոլեկտիվի մասին առհասարակ ասում են կանացի հիմնականում կոլեկտիվ է, երիտասարդ կոլեկտիվ է։ Երիտասարդ չի այդքան էլ, որովհետեւ երիտասարդ էինք, երբ որ սկսեցինք այս ուղին, այս գործը։ Իսկ այսօր արդեն անցել է 20 տարի, մեկը 30 տարեկան էր, մեկը 40, մեկը 50։ Հիմա նայում ենք, կարծես բոլորը միջին մի 35 տարեկան լինեն։ Դա ինչից է, ես կարծում եմ, որ այդ հոգու խրախճանքը, այդ զգացմունքների ամբողջ բերկրանքը, որ մենք ունեցել ենք մեր 20 տարիների ընթացքում եւ ունենք այսօր, եւ երիտասարդների հետ անընդհատ շփումը, չէ՞ որ ամեն տարի մեզ իրենց կյանքն են վստահում շուրջ 1000 դիմորդներ, իրենց կյանքը, իրենց ապագան, ընտանիքների իղձերը։ Սա շատ կարևոր, շատ ռոմանտիկ, շատ պոետիկ, նաև շատ պատասխանատու եւ շատ պրագմատիկ աշխատանք է։ Այստեղ կա կոնկրետ առօրյա ուսումնական պլան, այսինքն պլանավորած աշխատանք, եւ կա ահավոր մի հսկայական դաշտ զգացմունքների։ Եվ այս բոլորը իրար հետ երևի բերում է նրան, որ մարդը անընդհատ ինքը իր հետ պայքարելով իր գործում, այդ պայքարը մղելով, տխրելով, ուրախանալով, վերջում արդյունքում ստացվում է այսպես երիտասարդ, կանացի, ակտիվ, առույգ աշխատող կոլեկտիվ։ Այդ 20 տարիները փաստորեն մեր պետության հետ կազմավորման այդ 20 տարիները, որը դուք նաև անցել եք արդեն կրթական համակարգում, իրոք շատ հետաքրքիր է եղել եւ ես մեր հերոստատողին պիտի ասեմ, որ Տիկին Հարությունյանը կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի անդամ է, միակ ոչ պետական բուհը ներկայացնում է իդեմս։ Հա, բայց ներկայացնում են բոլոր ոչ պետական բուհերի շահերը։ Այո, բայց միակ ներկայացուցիչը, որը իհարկե շատ բան է ասում, պատահական չի, որ դուք ընտրվել եք այդ կոլեգիայի անդամ, հենց այնպես չի լինում։ Իհարկե, չէ, անելիքներ շատ կան։ Ճիշտ է 20 տարվա այսօրվա հեռավորությունից նայում ենք եւ շատ մեծ գործ է արված, շատ։ Եթե թվարկելու լինենք, էջեր չեն բավականացնի
եթե մենք նշենք մեր նվաճումները, մեր ընկերների նվաճումները, առհասարակ մասնավոր կրթության կայացումը Հայաստանում եւ դժվար է եղել եւ հետաքրքիր եւ մեծ նվաճումներով այսօր արդեն լի եւ կոլեգիայի անդամությունը իհարկե դա այդպես սոս կանոնը չի, այսինքն անդամակցել, մասնակցել նիստերին, այսօր նախարարությունը եւս շատ մարտական է տրամադրված եւ կարծում եմ որ կառուցողական դա մարտավարությունը իրենց կողմից դրսեւորվում, որովհետեւ իսկապես ուզում են կա ցանկություն կարգավորել ամեն բան, կա ցանկություն իսկապես աշխատել որակի համար, ցանկություն կա զտել թացը չորից, ինչպես ասում են, անջատել։ Եվ այդ բոլոր հարցերում ես կարծում եմ, որ ես կարողանամ ներկայացնել իմ ընկերների, մասնավոր կրթական կրթօջախների, հատկապես նրանց, ովքեր պետության կողմից հավատարմագրվել են եւ այսօր լիարժեք աշխատանք են տանում Հայաստանում, բոլորի շահերը, որովհետեւ ընդհանուր շահերը շատ են մեր գործում եւ առհասարակ կարծում եմ որևէ զարգացման մեջ պետք է ընդհանուրը զարգանա, որպեսզի այդ ընդհանուրի մեջ ընդգծվի լավագույնը, այսինքն հավասարների մեջ լավագույնը միշտ կարելի է գտնել եւ ընդգծել եւ դա կարեւոր է մրցակցության համար։ Այո։ Նորից հիշում եմ համաստեղներից մեկի խոսքը, քեզ միայն քո յարը վարեց, քանի յարեր վարել ես դու։ Քանի նախարարներ գիտության կրթության ձեր կրակն են։ Գիտեք ինչ, նախարարները իհարկե բավականին շատ են եղել, եթե հաշվի առնենք 20 տարվա ընդամենը մեր պատմությունը եւ Հայաստանի Հանրապետության անկախության պատմությունը, երևի այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ չէ որ անկախ հանրապետության որևէ նախարար այդպեսին չի ծնվել եւ այդպեսին չի կրթվել, չի դարձել։ Աշխատանքի ընթացքում այո, դարձել են, բայց պետք էր աշխատել։ Եվ ես հիշում եմ առաջին տարիների կրթության ու գիտության նախարարներին կամ լուսավորության այն ժամանակ նախարարությունը կրթության առանձին նախարարներին, ովքեր որևէ ջանք եւ երանք չէին խնայում սովորելու համար, ինչպիսին պիտի լինի ժամանակակից նախարարը, առհասարակ նախարարը, չէ որ խորհրդային միությունից մեզ մնացել էր մի մեծ գանձ, ծանրություն եւ բեռ, դա մեր կրթական ամբողջ համակարգի ուրեմն լիարժեքությունն էր եւ արժեքը, սակայն դա պետք էր ինչ-որ կերպ տնօրինել եւ այդ արժեքը պետք էր դարձնել համարժեք ժամանակակից կյանքին, արդեն անկախ Հայաստանի նոր տնտեսական ուղի ընտրած Հայաստանի նորմերին։ Եւ այդ առումով իհարկե շատ ծանր է եղել բոլորը նախարարների գործը եւ ոչ ոք թող այսօր ուրեմն հեշտ չքննադատի, չքննադատելուն ես կողմ եմ ամեն դեպքում եւ բոլոր պաշտոնյաները, բայց կրթության նախարարները իրենք եղել են բոլորը կրթված մարդիկ, բոլորը եղել են գիտության տեխնացուներ, դոկտորներ, բոլորը շատ լավ պատկերացրել են ինչ կարելի անել, դժվար է եղել հենց անելը, որովհետև նոր բացարձակ նոր դաշտ է ստեղծվել։ Եվ ի պատիվ շատ ու շատ նախարարների մեր կրթության, պիտի ասեմ, որ մենք ճանապարհ ենք անցել նաև նախարարության եւ նախարարների հետ։ Երևի հիմա մեզ լսողները կմտածեն, որ ինչ որ անցել է, մոռացվել է, ոչինչ չի մոռացվել։ Հիշվում են եւ այն նախարարները, ովքեր աջակցում էին մասնավոր եւ պետական կրթական համակարգերի նոր զարգացմանը, եւ հիշում են նրանք իհարկե, որոնց համար կար մեկ ուղի, մեկ ինչպես որ եղել էր խորհրդային տարիներին, մեկ պետական համակարգ։ Այսօր ինչ որտեղ տոնական օր է, որովհետև 20-ամյակի մասին ենք խոսում, ես բոլորովին հակված չեմ այսօր այդ սխալները, այն մեր միասին անցած ճանապարհի շատ դժվար եւ տհաճ պահերը վերհիշել, ես պարզապես ուզում եմ մեկ անգամ եւս որ մեր ամբողջ հանրությունը իմանա, որ ավելի շատ բանել կարելի էր անել, կարելի էր հասկանում եք, ոչ թե ավելի հեշտ ճանապարհով տանել կրթության զարգացումը մեր երկրում, կարելի էր ավելի ճկուն ճանապարհով տանել, կարելի էր վերջապես վերցնել մեկ մոդել, մեկ նոր զարգացած երկրի, որը արդեն կայացել էր, կրթության առումով ես նկատի ունեմ եւ գուցեև տնտեսության այլ ճյուղերի, չգիտեմ, բայց կրթության առումով ես կարող եմ դա հստակ ասել, որ այդ մոդելով հստակ տանել ոչ թե հեծանիվ հորինել ամեն օր, այլ մի պատրաստի մոդելով։ Դե եթե հայեր չլինեին այդ նախարարները, երևի այդպես էլ կանեին, բայց քանի որ բոլորս հայ ենք եւ ամեն մեկը ունի իր ուրույն մտածողությունը եւ ունի իր ուրույն դիրքորոշումը իր ընտրած ոլորտում, իր կողմից կառավարվող ոլորտում, ուրեմն միշտ ձգտում են հորինել հեծանիվ։ Սա իհարկե նոր խոչընդոտներ է առաջացնում, բայց ես կարծում եմ, որ գլխավորը արված է, կարևորը արված է եւ կարևոր ամենամեծ այսպես պատնեշը հաղթահարված է։ Մենք ունենք օրենքներ կրթության վերաբերյալ եւ ընդհանուր
ուրեմն կրթության մասին օրենքը եւ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքը, գիտության մասին օրենքը ունենք առանձին, իսկ դա նշանակում է, որ մենք շատ մեծ նվաճում ունենք, որովհետեւ այն հասարակությունը, որ միշտ կարող է դիմել օրենքի տողին, այդ հասարակությունը ուրեմն բավականին պաշտպանված է։ Մնում է հասարակությունը ինքը սկսի մտածել ըստ այդ օրենքի։ Հրաշալի։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ ընդամենը 5 տարի առաջ Տիկին Հարությունյանը նախաձեռնեց եւ ստեղծեց կրթության միջազգային ակադեմիան։ Հրաշալի մի հաստատություն, որտեղ համախմբվեցին մի շարք բուհեր եւ կարծում եմ, որ դա ամենաճիշտ մոդելն էր։ Գիտեք, այսօր էլ եթե համախմբվողներ լինեն, պարտադիր չի մեզ հետ կամ մեր շուրջ իրար հետ, այսօր էլ դա եւս ճիշտ մոդել է շատ։ Նախ եթե ինչպես ասացինք արդեն, եթե որևէ պատրաստի, այսպես մոդել վերցնենք կրթության, կտեսնենք, որ միավորումը, ուրեմն այդ մոդելում միավորումը շատ կարևոր է։ Նպաստում է առաջընթացին, նպաստում է կրթության որակին, նպաստում է ուժերի միավորմանը, կոնսոլիդացմանը, նվազեցնում է ռիսկերը կրթության մեջ, իսկ ռիսկերը կան ամեն դեպքում, որովհետև մենք չէ որ սկսում ենք մի գործ մի մարդու համար, որը տևում է 4-ից 6 տարի, իսկ ժամանակի մեջ շատ բան կարելի է կորցնել, նաև ձեռք բերել։ Ուրեմն որպեսզի ձեռքբերումները ավելի լինեն, միավորումները իսկապես օգնում են։ Եվ 5 տարի առաջ այո, մենք ձեռնարկեցինք ոչ միայն ես, այլև մի խումբ համախոհներ, Հայբուսակ համալսարանի հիմնադիրները, հայկական բաց համալսարանը մեզ աջակցեց այդ հարցում, Լազարյանի անվան ինստիտուտը, հետագայում ռադիո եւ հեռուստատեսության ակադեմիան մեզ միացավ, ձեզնից մի տարի առաջ Ռոսլին դիզայնի ակադեմիան միացավ։ Եվ այս բոլորը խոսում է այն մասին, որ երբ որ գաղափարը ծագում է որևէ տեղ, դա անպայման պիտի համախոհներ գտնի, որ կարողանա առաջ գնալ, որովհետև մեկ հոգով մեկ գաղափարակիր չի կարող այդ մեծ ծանրությունը համախմբումը անել։ Եվ փաստորեն, քանի որ համախոհները շատ էին, եւ այսօր մեր կոլեկտիվները միասին շուրջ 350 աշխատող ունեն, այդ բոլորը կարելի ասել ինչ որ կերպ մասնակցել են միավորմանը, եւ այսօր մենք տեսնում ենք մեր արդեն պրակտիկ կյանքում ենք տեսնում, կիրառում ենք այն բոլոր սկզբունքները, որոնք հիմնադրել ենք մի օր ակադեմիան ստեղծելու համար 5 տարի առաջ, եւ այսօր մենք տեսնում ենք, որ մենք ամենևին չենք սխալվել։ Այսօր եթե եւս 5 բուհ ուզենա կամ քոլեջ կամ դպրոց ավակ մեզ միանա, մենք մեծ սիրով կընդունենք նրան մեր արդեն մեծ ընտանիքը, որովհետեւ արդեն մեզ պարզ է, մենք 5 տարի առաջ ունեինք մի փոքր կասկածանք, կհաջողենք թե ոչ, բայց այսօր 5 տարվա արդեն տարածությունից տեսնում ենք, որ մենք ունենք միայն հաջողություններ եւ այդ միավորումը մեզ միայն խթանել է մեր գործը առաջ է տարել եւ շատ ավելի գեղեցիկ եւ շատ ավելի վստահելի է դարձրել մեր ամբողջ գործը մեր հանրության աչքերում, կարծում եմ դա այդպես է։ Տիկին Հարությունյան, հիմա եւ ձեզ եւ մեր հեռուստադիտողներին առաջարկում եմ դիտել եւս մեկ տեսանյութ, ամռանն ենք նկարահանել, այնքան էլ երկար տարիների պատմություն չունի, ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, եւ կարծում եմ եւ դուք եւ մեր հեռուստադիտողները կհամոզվեն, որ իրոք միավորումը շատ կարեւոր է, որտեղ եւ միջոցառման ընթացքից եւ միջոցառման չափ ու քանակից երևում է, որ միշտ էլ միավորված լինելով մենք ավելի հզոր ու ուժեղ ենք։ Դիտենք տեսանյութը։ Անչափ դժվար է մեծ մարդկանց մասին խոսելը։ Մեծը հենց այն բանով, որ ազգին նվիրաբերած նրա կյանքն ու գործը գրեթե անհնար է լիովին դիտակցել ու գնահատել։ Ամենավարդ մասնագիտություն լինելը մարդ լինելն է, գրել է Սարոյանը։ Ավելացնենք, լավ մարդ, հարգված մարդ, ընկեր, բարեկամ, բարեգործ եւ բարերար լինելն է։ Եվ այսպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր, կրթության միջազգային ակադեմիայի պատգամավոր դոկտոր, մեծ բարերար, ուսանողների մեծ բարեկամ, պարոն Գագիկ Ծառուկյանն է վստահված, հանձնել այդ նոմինացիաները, Կարմիր դիպլոմ ստանալ։ Մեծարգո պարոն Ծառուկյան, սիրելի շրջանավարտներ, մենք էլ անակնկալում ենք, մենք սովորել ենք բոլորս, որ պարոն Ծառուկյանը միշտ ուսանողների երիտասարդների կողքին է եւ միշտ իր հրաշալի, գեղեցիկ, ռոմանտիկ նույնիսկ նվերներով, պարգևներով հուզում եւ երջանկացնում է երիտասարդներին։ Մենք էլ այսօր պարոն Ծառուկյան ձեզ համար ենք պատրաստել անակնկալ մեր հոբելյանական տարում
վերջերս որոշվեց Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ստեղծել Կրթության միջազգային ակադեմիայի բարձրագույն պալատ, որի նախագահ միաձայն ընտրվեց պարոն Գագիկ Ծառուկյանը։ Կրթության միջազգային ակադեմիայի բարձրագույն պալատ, նախագահ, պատվավոր նախագահ։ Եվ միանգամից առիթ օգտագործեմ եւ ասեմ, սիրելի բարեկամներ, որ այդ պալատում միայն ընտրյալներ են։ Սիրելի պարոն Ծառուկյան, այդ պալատի անդամներն են առայժմ դեռ Վարուժի Քերոլայն Կոքսը, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը, մեր ազգի հերոս, մեր բոլորի հպարտություն, մեր սիրելի Արկադի Թադևոսյանը, կոմանդոսը։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ծնողներ, սիրելի դասախոսներ, նախ եւ առաջ ես ուզում եմ իսկապես ողջունել ձեզ բոլորին։ Եվ ուզում եմ իսկապես շնորհավորել ձեզ այսօր այս գեղեցիկ իրադարձության կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, ինչքան որ դուք եք այսօր ուրախանում, հավասար ձեր ուրախությունը ձեր հետ կիսում են ձեր ծնողները եւ ձեր դասախոսները, որոնք ձեզ ծնել են, ձեր ծնողները մեծացրել են, ուսումի են տվել, իսկ ձեր դասախոսները, որոնք երկար տարիներ կարողացել են ձեզ ուսուցանել, իրենց գիտելիքները փոխանցել ձեզ։ Ամենակարևորը, որ դուք պետք է իմանաք, որ այսօրվանից, որպես շրջանավարտներ լինելով ստանալով ձեր վկայականները, արդեն դուք անցնում եք կյանքի մյուս փուլը, ամենադժվար ու ծանոթ։ Ես մեկ անգամ ևս ուզում ձեզ այսօր այս գեղեցիկ բոլոր շնորհավորել, ցանկանալ ձեզ առողջություն, հաջողություն, երջանկություն, բարեկեցություն եւ մեր երկրի բարգավաճում։ Եվ ես այսօր մեր շրջանավարտներին իհարկե, որոնք իրենց ուսումը պետք է շարունակեն մագիստրատուրայում, իրենց համար այդ վճարումների հարցով ես օգտակար կլինեմ, որը բոլորին աջակցեն, որ իրենք իրենց ուսումը շարունակեն, իսկ ովքեր որ ավարտել են ինձ վերակ բայեց, իրենց համար 5 օրով, ես ասեմ թե իրենց ծաղկաձորում, մուլտիհաուսում, իրենց համար տրամադրված է այդ հյուրանոցը, որ կարողանան իրենց հանգիստը 5 օրով 5 կողմից այնտեղ վայելեն։ Կարողանան այդ շոկի Երևանից գնալ Կասկադը եւ հանգիստը վայելեն։ Մեկ անգամ ես ձեզ բոլորին շնորհավորում այսօրվա կապակցությամբ ցանկանալ առողջություն, հաջողություն, նպատակների իրականացում։ Շնորհակալություն։ Տիկին Հարությունյան, դե Կրթության միջազգային ակադեմիան այսպիսի հզորությամբ է անցկացնում իր ցանկացած այսօր միջոցառում եւ այդ հանդիսարարության ժամանակ, երբ շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները, դուք միանակնկալ էլ մատուցեցիք ակադեմիայի նորընտիր խորհրդի նախագահին, պատվավոր նախագահին, այդպես է։ Այո։ Պարոն Ծառուկյանին։ Ինչպես այդ միտքը առաջացավ։ Մենք եթերում հիմա առաջին անգամ ենք խոսելու այդ գաղափարի մասին, որովհետև գաղափարը վաղուց կար, բայց գտավ իր ուրեմն գաղափարը այն անձերին, ովքեր կարող էին լինել այդտեղ։ Խոսքը վերաբերում է այն բարձրագույն խորհրդի, բարձրագույն պալատի մասին, որը մենք ստեղծեցինք Կրթության միջազգային ակադեմիայի ներով։ Դա եզակի դեպք է, աշխարհում կան համալսարաններ, որոնք ունեն իրենց այդ բարձրագույն խորհուրդները, տարբեր ձևով են կոչում, եւ կարող է լինել դա հոգաբարձուների խորհուրդ, բայց մերը հոգաբարձուների չի կարող լինել, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը դա հատուկ է այլ տիպի կազմակերպություններին, այլ տիպի համալսարաններին։ Ես նկատի ունեմ իրավակազմակերպական ձևը, իսկ մերը չի կարող ունենալ հոգաբարձուների, քանի որ մենք բոլորս եւ հիմնադիրները եւ ամբողջ ռեկտորատը բոլորը իրենց ուրեմն ամեն մեկը իրենց իր տեղում հոգաբարձուի դեր է կատարում։ Եվ այստեղ մենք որոշեցինք ստեղծել այդ բարձրագույն պալատը, որովհետեւ այս տարիների ընթացքում 20 տարիների բացի այն, որ մեծ շատ ծանր եւ մեծ մասշտաբի խնդիրներ ենք մենք լուծում, նաեւ մենք կարողացել ենք ստեղծել մեր շուրջը մի դաշտ, որը կարող ենք այսօր համարձակ կոչել մեր մեծ եւ պատվավոր բարեկամների դաշտ։ Եվ ինչպես դուք նկատեցիք, այդ պալատի անդամներ են Վարուժի Քերոլայն Կոքսը,
ակադեմիկոս Ազատ Վարդանյանը, կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը, այդ կազմը դեռ գնալով պետք է մեծանա։ Այսօր մենք մի քանի ընդամենը 5 հոգու անուն ենք տալիս։ Եվ պատահական չէ, որ այդ պալատի նախագահ մենք ընտրեցինք պատվավոր նախագահ, պրեզիդենտ պարոն Գագիկ Ծառուկյանին, եւ այնտեղ դա անակնկալ էր իր համար, ոչ ոք չգիտեր, միայն մի խումբ համախոհներ գիտեին, ովքեր այդ գաղափարը տվել էին, եւ ես ուրախ եմ, որ անակնկալ եղավ, որովհետեւ ինքը պարոն Ծառուկյանը մեր սիրում է անակնկալներ մատուցել մեր հանրության տարբեր շերտերին, տարբեր ուրեմն ներկայացուցիչներին եւ իսկապես կարծում եմ, որ իր համար հաճելի էր այդ անակնկալը, քանի որ խոսքը վերաբերվում է 6000-ից ավել ուսանողություն, աշակերտություն ունեցող կառույցին, որի բարձրագույն խորհուրդը կոչված է լուծել ամենաբարդ խնդիրները, ամենապատվավոր խնդիրները, աջակցել իհարկե համալսարանների եւ ավագ դպրոցի եւ քոլեջի ուսանողությանը իրենց առաջընթացում եւ իհարկե դասախոսական կազմին աջակցել, բայց այստեղ մի նրբություն կա, ոչ նյութական աջակցություն է սա, միայն բարոյական, ուրեմն մտավոր եւ ծրագրային, այսինքն առաջ տանող, այսպես քայլեր պիտի անի այդ խորհուրդը եւ խորհրդի ընդունած ցանկացած որոշում իհարկե պետք է կատարվի ներկողմից համալսարանի կամ քոլեջի կամ ավագ դպրոցի։ Շատ հետաքրքիր ուրեմն ծրագրեր կան այսօր մեր այդ բարձրագույն պալատում, բարձրագույն խորհրդում եւ ուսանողները արդեն հետզհետե պիտի սովորեն, որ իրենք կարող են նաեւ դիմել իրենց առաջարկություններով եւ հարցերով ոչ միայն ռեկտորատներին իրենց, դեկանատներին, այլև այն խորհրդին, որը իսկապես կարող է ռեալ աջակցություն տալ։ Նաեւ պալատի ֆունկցիաների մեջ, գործառույթների մեջ մտնում է երաշխավորությունները, նրանք կարող են երաշխավորել այսինչ ուսանողին կամ դասախոսին որևէ արտերկրում կրթությունը շարունակել կամ աշխատանքի ուրեմն փորձի փոխանակում կատարել եւ այլն։ Մի խոսքով, այսպես հոգևոր ավելի շատ կառույց է, քան այլ որևէ արտահայտումներ ունեցող, ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է այսօր։ Այսօր մեր բոլոր բուհերը ցավոք իհարկե ընկած են այսպես նյութական, ֆինանսական հարցեր լուծելու հետևից եւ դա առանց դրա հնարավոր չի որևէ բան զարգացնել։ Ուսանողության թիվը պակասում է Հայաստանում, բոլոր բուհերը, դպրոցները, քոլեջները, բոլորը մտահոգ են այդ հարցով, թե պետական, թե մասնավոր, եւ ես որպես պատասխանատու այս ամբողջ մեր կառույցի ես դա շատ լավ եմ տեսնում եւ հասկանում եմ այդ բոլոր մարդկանց եւ ինքս ինձ եմ հասկանում, որ իսկապես դրա համար պետք է այսօր պայքարել, բայց գիտեք, կյանքը ցույց է տալիս, որ այդ չափից ավել պրագմատիզմը, այդ քանակի հետևից գնալը կարող է շատ մեծ ուրեմն վնաս հասցնել բուն կրթության որակին, բովանդակությանը, ինչու՞ չէ, նաև ուսանողների եւ դասախոսների հոգեվոր կյանքին։ Մարդը ինքը հոգեվոր էակ է, այդ մասին պետք չէ երբեք մոռանալ։ Առավել եւս այն մարդը, որը եկել է կրթելու, առավել եւս այն մարդը, որ եկել է կրթվելու, եւ ամբողջ կյանքը նրանց ամբողջ այդ ուսումնառությունը վերածել այսպես պրակտիկ, պրագմատիկ մի չոր գործառույթի, որ այ ուսանողը եկել է, վճարեց, սովորում է, ավարտում է, ես դրան դեմ եմ եւ դեմ եմ իմ ողջ էությամբ եւ ողջ իմ սկզբունքային ուրեմն կոնցեպտուալ դաշտով եւ կարծում եմ, որ այս հարցում ինձ հետ համաձայն են բոլոր իմ գոլեգաները եւ մեր բարձրագույն պալատը այսուհետ իհարկե պետք է հետևի նաեւ դրան, որ մենք հանկարծ պրակտիկ առօրյա մեր շատ դժվար գործերում հանկարծ չմոռանանք այն կարևորը, որը մարդուն բարձրագույն կրթությամբ մարդուն իսկապես դարձնում է այն մարդը, որից կարելի է օրինակ վերցնել։ Ես կարծում եմ, որ մեր այդ խորհրդի անդամները նաև այն մարդիկ են, այն անձնավորություններն են, որոնցից հենց օրինակ վերցնելը կդարձնի մեր ուսանողությանը առավել ընդունելի մեր հանրության կողմից եւ կդարձնի նրանց իսկապես գեղեցիկ մարդիկ, ոչ միայն արտաքինով, այլև իրենց ներքին բովանդակությամբ։ Հիմնականում Բարսագուն խորհրդի գործառույթը սա է։ Տիկին Արությունյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որտեղ գիտեք, ժամանակը ցավոք հնարավորություն չի տալիս երկար զրուցելու, բայց մենք առաջիկա մեր հանդիպում արդեն պայմանավորվեցինք դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տոնվելու է։ Մենք հրավիրում ենք դեպ բոլոր մեր բարեկամներին, նրանք բոլորը հրավիրատոմսեր կստանան, երևի արդեն ստացել են որոշ մասը եւ իհարկե շրջանավարտներին հատկապես, որոնք աշխատում են տարբեր վայրերում, տարբեր երկրներում են եւ հնարավորություն ունենք բոլորին հեռագրերով կամ մեյլ նամակներով ուրեմն տեղեկացնել եւ այս առիթը ես ուզում եմ օգտագործել, որ գան բոլորը համալսարան եւ ստանան իրենց հրավիրատոմսերը, որ այդ օրը մասնակցեն անպայման։ Իսկ այսօրվա համար շնորհակալություն, սա մեր վերջին հանդիպումը չի անկասկած, առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն,
Հերոստատողներին էլ ուզում եմ ասել, որ Տիգին Հարությունյանը մեր լավ բարեկամն է, ընկերը եւ նրա հետ համագործակցել հավատացեք եւ շատ հեշտ է եւ շատ դյուրին եւ ամենակարևորը շատ հետաքրքիր։ Շնորհակալություն, որ եկաք։ Շատ շնորհակալություն հրավերի համար եւ մոռացա շնորհավորանքներս նոր հաղորդաշարի առիթով սկզբում ասել, թույլ տվեք վերջում գոնե ես շնորհավոր եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ հաղորդաշարի կապակցությամբ ամեն մի նոր հաղորդաշար մեր կյանքում որևէ նոր զգացմունք կամ նոր գաղափար է մեզ տալիս շնորհակալություն ռետրո գաղափարները եւ հիշողությունները արթնացնելու համար Շնորհակալություն այսօր այսքան է բարեկամներ ցտեսություն